Ուրբաթ 1992-ի հուլիսի 17 Սինգապուրի միջազգային ֆոնդային բորսայի քաոսի մեջ կրտսեր թրեյդերներից մեկը թանկ արժեցող սխալ է գործում։ Հաճախորդի համար 20 ֆյուչերսային պայմանագիր գնելու փոխարեն նա դրանք վաճառում է, գրեթե $40,000 կորուստ պատճառելով Barings բանկին։ Որպեսզի նա չկորցնի իր աշխատանքը, նրա ղեկավարը երիտասարդ թրեյդեր Նիկ Լիսոնը որոշում է թաքցնել այդ կորուստը։ Նա այն գրանցում է սխալների հաշվեհամարում 8888 հաշվեհամարում։ Բանկերը այդ հաշվեհամարը օգտագործում են փոքր անհամապատասխանությունները եւ գործարքային սխալները ուղղելու համար։ Դա վտանգավոր քայլ է եւ կենտրոնական գրասենյակը պետք է անմիջապես նկատած լիներ, բայց Barings-ում ոչ ոք չի նկատում։ Նա համոզված է, որ կարող է հետ շահել կորուստը եւ թիմին դուրս բերել դժվար իրավիճակից։ Ես գործում էի այն համոզմամբ, որ կարող եմ հետ բերել այն։ Գուցե սա նորից բերում է ինքնավստահության թեմային, այսինքն այդ փուլում ես վստահ էի, որ կարող եմ այն վերադարձնել, բայց Լիսոնի ապշեցուցիչ գերինքնավստահությունը պիտի ստեղծեր վիթխարի չափերի պարտք եւ հանգեցներ բանկային պատմության ամենամեծ փլուզումներից մեկին։ Ինձ համար հեշտ է պնդել, որ գերինքնավստահությունը մարդկային շեղումներից ամենավտանգավորն է։ Գերինքնավստահությունը մեզ ամեն տեսակի խնդիրների մեջ է գցում։ Այն մեզ մղում է գնալ ռիսկերի, պարտավորություններ ստանձնել, մրցակցության մեջ մտնել, փորձել բաներ, որոնք վերջում ձախողվելու են, երբեմն թանկ, ամոթալի եւ վտանգավոր ձևով։ Գերինքնավստահությունը կապված է գրեթե ամեն մեծ աղետի հետ, սկսած Տիտանիկի խորտակումից մինչև Չեռնոբիլի միջուկային աղետը եւ Challenger տիեզերանավի կորուստը։ Բայց գերինքնավստահությունը միայն մի քանի անզգույշ անհատների մենաշնորհը չէ։ Մենք բոլորս կարող ենք դրա զոհը դառնալ։ Օրինակ, մեզնից 93%-ը կարծում է, թե ինքն ավելի լավ վարորդ է, քան միջին վարորդը, ինչը բնականաբար անհնար է։ Խնդրի մասշտաբը բացահայտվել է այժմ արդեն դասական համարվող մի հետազոտության մեջ։ Ճիշտ է թե սխալ, Ավստրալիան ավելի լայն է, քան Լուսինը։ Կարծում եմ դրանք մոտավորապես նույն չափի են։ Քարտեզի վրա փոքր է երևում, բայց հսկայական է։ Ավելի շատ թե քիչ աստղեր կան Ծիրկաթինում, քան ծառեր Երկրի վրա։ Ավելի շատ աստղեր։ Մաքուր ձիթապտղի յուղի 1 թեյի գթալը մոտ 4.5 գրամ իր մեջ պարունակում է ավելի շատ քիմիական էներգիա, քան նույն զանգվածով TNT պայթուցիկ նյութը։ Կասեմ ճիշտ է։ Օ, ոչ։ Սա ինչ-որ չափով խորամանկ հարց է։ Կարագի էներգիայի խտությունը լիթիումային մարտկոցների էներգիայի խտությունից 10 անգամ ավելի է, չէ՞։ Այսինքն լիթիումային մարտկոցները ընդհանրապես անպիտան բան են։ Ասում եմ, ուղղակի մեքենայից շարժիչը կարագով աշխատեցրու։ Ճիշտ է թե սխալ, բույսերը ավելի արդյունավետ են, քան միջին արևային վահանակը։ Այստեղ տրված հարցերը ճիշտ նույնը չեն, ինչ օգտագործվել են սկզբնական հետազոտությունում, բայց կոնկրետ հարցերը այնքան էլ կարևոր չեն։ Հետաքրքիրն այն է, թե ինչ են հարցրել հետո, որքանով եք վստահ, որ ճիշտ եք։ 100% վստահ։ Կարծում եմ ճիշտ է, այնպես որ պիտի ես էլ 90% նշեմ։ 100%. Չեմ կարծում, թե իրականում որևէ սպասելիք ունեինք։ Սա ինքնավստահության գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունների շատ վաղ փուլում էր, եւ մենք իրականում լավ չէինք պատկերացնում, թե ինչ կգտնենք։ Արդյունքները բացահայտեցին զարմանալի հակասություն այն բանում, թե մարդը որքան ճշգրիտ է իրեն համարում եւ որքան ճշգրիտ է իրականում։ Երբ մարդիկ 90% վստահ են, իրականում ճիշտ են միայն մոտ 75% դեպքերում։ Մենք հարցման մեր տարբերակը անցկացրինք առցանց եւ գտանք նույնիսկ ավելի ծայրահեղ տարբերություն։ Մենք Veritasium համայնքին բազմաթիվ գիտական հարցեր տվեցինք, հետո հարցրեցինք, թե որքան վստահ են իրենց պատասխանների մեջ։ Մեր արդյունքները ցույց տվեցին, որ ամենավստահ մարդիկ, ովքեր իրենց ինքնուրույն գնահատում էին որպես 91-ից 100% վստահ, իրականում ճիշտ էին դեպքերի միայն 51%-ում։ Սկզբնական հետազոտությունից ի վեր այդ արդյունքները բազմիցս կրկնվել են տարբեր ոլորտներում, եւ դրանք վերաբերում են բոլորին, նույնիսկ փորձագետներին։ Ես մի հոդված ունեմ, որտեղ վերլուծում ենք պրոֆեսիոնալ կանխատեսողների հարցումը։ Դրանք տարբեր կորպորացիաների եւ բանկերի գլխավոր տնտեսագետներն են, որոնց հրավիրում են յուրաքանչյուր եռամսյակում կանխատեսելու տնտեսության վիճակը։ Մենք բացահայտեցինք, որ նրանք միջինում չափազանց վստահ են, որ գիտեն, թե ինչ է լինելու։ Օրինակ, միջինում ասում են, որ մոտ 53%-ով վստահ են, որ ճիշտ են կանխատեսել, թե ինչ է լինելու ինֆլյացիայի հետ, բայց իրականում ճիշտ են լինում միայն մոտ 23% դեպքերում։ Այն թե որքան լավ է համապատասխանում այն, ինչ կարծում եք, թե գիտեք այն բանին, ինչ իրականում գիտեք, կոչվում է ձեր չափաբերում։ Եթե դուք չափաբերված եք եւ ասենք 80% վստահ եք, ապա պետք է դեպքերի 80%-ի դեպքում ճիշտ լինեք։ 100%.
Ծիր կաթինում մոտ 200 միլիարդ աստղ կա, իսկ երկրի վրա մոտ 3 տրիլիոն ծառ։ 100% confident? 100, yes. False! Շատ դեպքերում գերինքնավստահությունը մեծ խնդիր չի ստեղծում, բայց Նիկ Լիսոնի համար խաղադրույքների չափերը շատ արագ դարձան հսկայական։ Լիսոնը հույս ուներ, որ ճապոնական ֆոնդային շուկան աճելու է, ուստի երկար դիրք վերցրեց Ճապոնիայի առաջատար 225 ընկերությունների Nikkei 225-ի վրա։ 2 տարի առաջ Ճապոնիայի ակտիվների գների փուչիկի թուլանալուց հետո Nikkei ինդեքսը արդեն ընկել էր 38,000-ից մինչև 16,000։ Նա վստահ էր, որ շուկան շուտով կհասնի հատակին եւ նորից կբարձրանա, բայց այն շարունակում էր ընկնել։ Հաջորդ շաբաթների ընթացքում ինդեքսը իջավ մինչև 14,000 եւ այդ ողջ ընթացքում Նիկը խաղադրույք էր անում սխալ ուղղությամբ, գնալով ավելի մեծ եւ ավելի ռիսկային գործարքների։ Նա ամեն անգամ կորուստների կրկնապատիկի չափով դրույքներ էր անում, որpիսի հաջող գործարքի դեպքում ջրից չոր դուրս գա։ Այս ռազմավարությունը աշխատում է, երբ այդ հաջորդ հաղթող գործարքը գալիս է, բայց շուկայի թռիչքաձև անկումը չէր դադարում եւ նրա կորուստները աճեցին $40,000-ից մինչեւ մոտ $3 միլիոն։ Սակայն այս ամենի ֆոնին Լիսոնը շարունակում էր վստահ մնալ։ Ի վերջո նրա բախտը բերեց։ 1993-ի գարնանը շուկան բարձրացավ մինչև 20,000, իսկ ամռան օրերին այդ հաշիվը նորից դրական մնացորդ ուներ։ Այդ շաբաթավերջին Լիսոնը գնում է տոնելու, խմելով ու սեղանների վրա ապարելով։ Վերջապես դուրս էր եկել այն փոսից, որը ինքն էր փորել։ Բայց երկուշաբթի առավոտյան նա ֆյուչերսների շուկայում եւս մեկ սխալ գործարք է անում։ Հերթական ծանր կորուստը, որ Լիսոնը չի ուզում ընդունել։ Այդ կորուստը նա դարձյալ տանում է 8-երի հաշվի համար, վստահ լինելով, որ եթե նախորդ անգամ կարողացավ դուրս գալ այդ պատմությունից, հիմա էլ կկարողանա։ Նա սկսում է ռիսկային գործարքների գնալ, փորձելով հետ բերել սկզբնական կորուստը։ Որքան ավելանում էին կորուստները 8-երի հաշվում, այնքան ավելի դժվար էր դառնում նախորդ վնասը ծածկելու համար նոր գործարքներ անելը։ 93-ի վերջում նրա կորուստները գերազանցում էին $30 միլիոն։ Լիսոնը բնականաբար ծայրահեղ օրինակ է, բայց սեփական ունակությունները գերագնահատելու այս միտումը մենք բոլորս ունենք։ Ինչու է այդպես։ Ամենապարզ բացատրությունը, որին շատերը ինքնաբերաբար են հանգում, այն է, որ մենք պարզապես ուզում ենք մեզ լավ զգալ եւ ձևացնել, թե լավ տեղեկացված ենք։ Մեզ հսկայական բավարարվածություն է տալիս ասել ես գիտեմ կամ ասում էի, չէ։ Եվ ահա մենք ձևացնում ենք թե մեր, թե ուրիշների առաջ, որ գիտենք, երբ իրականում չգիտենք։ Սա այն բացատրությունն է, որը կարելի է կոչել մոտիվացված եսակենտրոն տարբերակ։ Այն հարցի, թե ինչու են մարդիկ գերինքնավստահ, այսինքն ինչու ենք մենք մեր սեփական դատողության նկատմամբ չափազանց մեծ հավատ ցուցաբերում։ Բայց ինչ, եթե պատճառը ավելի անհարմար բան է, հիմարությունը։ Ֆրանց Ռայխելտը դերձակ էր, առանց որևէ կրթության, բայց չափազանց տարված էր օդագնացության անվտանգության խնդիրը լուծելու գաղափարով։ Նա ամիսներ շարունակ նախագծում էր պարաշյուտային համազգեստ, որի փորձարկումները միշտ ձախողվում էին, բայց նա համոզված էր, որ խնդիրն այն է, որ դրա աշխատանքի համար բավարար բարձրություն չունի։ 1912-ի փետրվարին նա բարձրացավ Էյֆելյան աշտարակը, բայց փորձարկման համար մանեկեն օգտագործելու փոխարեն հենց ինքը ցատկեց։ Ողբերգական է, բայց նաև շատ հիմար։ Ճանաչում եք այս գրաֆիկը։ Դանին-Կրյուգերի գրաֆիկը չէ։ Վստահ եք, որ սա հենց Դանին-Կրյուգերի իրական գրաֆիկն է։ Այնքան էլ չէ։ Իրականում կարծում եմ սա Դանին-Կրյուգերի գրաֆիկը չէ։ Սա մի քիչ հանրային հնարք է։ Սա այն է, ինչ մարդիկ կոչում են հիմարության սարիկոր, եւ որը կհայտնվի, եթե որոնեք Դանին-Կրյուգերի էֆեկտը։ Որքանով հասկանում եմ, էֆեկտն ասում է, որ երբ որևէ բանի մասին շատ քիչ բան գիտես, վստահությունդ բարձր է, իսկ որքան շատ բան ես սովորում, վստահությունդ ընկնում է, մինչև դրանում վարպետանում ես։ Կարծում եմ իրական արդյունքը մի քիչ ավելի խառն է, քան սա։ Ճիշտ է, այս գրաֆիկը իրականում ցույց չի տալիս Դանին-Կրյուգերի էֆեկտը։ Սա պարզապես մի մեմ է, որը շատերը հավանել են եւ ժամանակի ընթացքում խառնվել է էֆեկտի հետ։ Իրենց սկզբնական հետազոտությունում Դանինգը եւ Կրյուգերը մարդկանց փորձել են քերականության, տրամաբանության եւ հումորի հետ կապված հարցերով, հետո հարցրել են, թե որքան լավ են իրենց կարծիքով հանդես եկել։ Ստացվել է այս գրաֆիկը։ Կարելի է տեսնել, որ վստահության եւ իրական ցուցանիշների միջև ամենամեծ անհամապատասխանությունը ամենավատ արդյունք ունեցածների մոտ էր, իսկ լավ
Լավագույն արդյունք ունեցողների դեպքում ընդհակառակը նկատվում էր թեթև անվստահություն։ Սա հուշում է, որ գերինքնավստահությունը գուցե կապված է այն բանի հետ, թե որքան գիտենք, ովքեր քիչ գիտեն, կարծում են, թե իրականում շատ ավելին գիտեն։ Ինձ համար այս էֆեկտը մի քիչ վիճակագրական մասունքի է նման, քանի որ իմ ատենախոսությունը գրելիս ուսանողներին մի շարք հարցեր տվեցի ֆիզիկայից, նաև խնդրեցի գնահատել իրենց վստահությունը պատասխանների նկատմամբ։ Ճշգրտությունը գրեթե ամբողջ միջակայքն էր ընդգրկում, բայց վստահության գնահատականները շատ ավելի նեղ միջակայքում էին, մեծ մասը մոտ մեջտեղում էր։ Սա նշանակում էր, որ վատ արդյունք ունեցողների մոտ գերինքնավստահությունն ամենաբարձրն էր, իսկ ամենաբարձր արդյունք ունեցողները մի փոքր անվստահ էին։ Սա հենց այն է, ինչ գտել էին Դանինգը եւ Կրյուգերը, այնպես որ գուցե գերինքնավստահությունը պայմանավորված չէ միայն նրանով, թե որքան գիտենք, այլ նաեւ նրանով, որ մեզնից շատերը իրենց մոտավորապես միջին վստահությամբ են ներկայացնում։ Բայց կա նաեւ մեկ այլ գործոն, այն թե մեր ուղեղները ընդհանրապես որքան ինֆորմացիա կարող են մշակել։ Քենեդիի տիեզերական կենտրոնում երկուշաբթի է, 1986-ի հունվարի 27, ժամը 17:45։ Մորթոն Թիոքոլի ինժեներները հենց նոր հրատապ հեռակոնֆերանս են կազմակերպել։ Նրանք հենց նոր տեսել են եղանակի կանխատեսումը, որը ցույց էր տալիս, որ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև 25 աստիճան Ֆարենհայտ, շատ ավելի ցածր, քան նախորդ որևէ թռիչքի ժամանակ։ Նրանք գիտեին, որ հրթիռի օղակաձև միացումները փակող ռետինե օղերը ցուրտ եղանակին պակաս ճկուն են դառնում, բայց ընդամենը մի քանի ժամ ունեին տվյալներ հավաքելու, գծապատկերներ կառուցելու եւ իրենց կարծիքը հայտնելու համար։ Հաջորդ 6 ժամվա ընթացքում ինժեներները ներկայացրին 13 գրաֆիկ, բայց տվյալները ցրված էին, թերի եւ չէին միավորվում հստակ պատկերի մեջ։ 53 աստիճան Ֆարենհայտից ցածր փորձարկումներ չէին արվել։ Ուստի NASA-ի մենեջերները միաժամանակ փորձում էին ուսումնասիրել օղերի տարբեր պարամետրերի անցյալում եղած տվյալները։ Ոչ մի գրաֆիկ չէր ներկայացնում ողջ պատկերը։ Թվացյալ հակասական տվյալներից շփոթված եւ համոզված, որ իրենց համակարգերը անվտանգ են, Թիոկոլի ղեկավարությունը անտեսեց սեփական ինժեներների զգուշացումները եւ հաստատեց թռիչքի մեկնարկը։ Հաջորդ օրը ժամը 11:38-ին մեկնարկից 73 վայրկյան անց անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվեցին։ Ձեր վստահության չափաբերումը պահանջում է մտածել այն բոլոր տարբերակների մասին, որտեղ կարող եք սխալվել, եւ դա շատ բարդ է մեզ նման սահմանափակ եւ սխալական արարածներից համար, հատկապես եթե պետք է հաշվի առնենք նաեւ այն ամենը, ինչ չգիտենք։ Նոր ինֆորմացիայի քանի կտոր կարող ես պահել մտքումդ։ Դա կարճաժամկետ հիշողության ունակությունն է։ 2008-ին Հանսոնը, Հյուսլինը եւ Վինդմանը ուսումնասիրեցին, թե ինչպես է կարճաժամկետ հիշողության ունակությունը կապված ճշգրտության եւ գերինքնավստահության հետ։ Մասնակիցներին խնդրում էին նշել միջակայքեր, օրինակ գետի երկարության կամ քաղաքի բնակչության թվի մասին։ Մարդկանց նշած միջակայքերը գրեթե միշտ չափազանց նեղ էին, եւ նրանք, ում կարճաժամկետ հիշողությունն ավելի թույլ էր, ավելի հաճախ էին սխալվում եւ ավելի գերինքնավստահ էին։ Կոնտեի իրականացրած հետազոտության ընթացքում մասնակիցներից պահանջվում էր մտքում պահել տառերի հաջորդականություններ եւ ընթացքում գնահատել սեփական կատարումը։ Երբ հիշողության ծանրաբեռնվածությունն աճում էր, վստահության գնահատականը ավելի քիչ ճշգրիտ էր դառնում։ Այս հետազոտությունները միասին հուշում են, որ սեփական ճշգրտությունը գնահատելը մտավոր ծանրաբեռնող խնդիր է։ Այսինքն գերինքնավստահությունը պարտադիր չէ, որ գոռոզության արդյունք լինի։ Դա ուղեղն է, որ աշխատում է իր կարողությունների սահմանին, փորձելով հետևել եւ պահել ինֆորմացիան, եւ հենց դրա պատճառով ուղեղը սկսում է օգտվել կարճ ճանապարհներից։ Հոկեբան Դանիել Քանեմանը այս կրճատ ճանապարհները նկարագրում է որպես էվրիստիկա, որոնք միասին ստեղծում են իմացական շեղումներ կոչվող համակարգային սխալներ։ Հաճախ օգտագործվող կրճատ ուղիներից մեկը դժվար հարցերը ավելի հեշտ հարցերով փոխարինելն է։ Հետազոտողները սա փորձարկել են ուսանողներից հարցնելով, թե որքան երջանիկ են իրենց կյանքում եւ քանի հանդիպում են ունեցել վերջին ամսում։ Զարմանալի չէ, որ այս երկու հարցերի պատասխանների միջև գրեթե կապ չկար։ Երջանկությունը շատ ավելին է, քան Tinder-ի հանդիպումները, բայց եթե հերթականությունը փոխեք եւ նախ հարցնեք նրանց հանդիպումների մասին, հարաբերակցությունն աճում է մինչև 0.66։ Կյանքում որքան երջանիկ եք, շատ բարդ հարց է։ Ուստի երբ նախ ձեր հանդիպումների մասին եք մտածում, մեծ է հավանականությունը, որ այդ բարդ հարցը կփոխարինեք ավելի հեշտ հարցով։ Տեղեկատվության սխալ մշակումից բխող գերինքնավստահությունը կարող է ճակատագրական լինել։ Ինչու են մեր ուղեղները այսպիսին։ Թվում է, թե բնական ընտրությունը պետք է վաղուց վերացրած լիներ ինքնավստահ սխալվողներին, բայց տվյալներ կան, որ գերինքնավստահությունը իրականում կարող է առավելություններ տալ։ Գիտնականները 2012-ին համեմատեցին մասնակիցների սեփական
գնահատականները իրենց հմտությունների օբյեկտիվ չափումների հետ։ Հետո նրանց խմբային առաջադրանքներ տվեցին, տեսնելու թե ում են ընտրում որպես ղեկավար եւ ում գաղափարներն են ազդում խմբի վրա։ Մի քանի սեանսների ընթացքում հետևեցին նրանց կարգավիճակին եւ գնահատեցին, թե արդյոք կարգավիճակ ձեռք բերելու ցանկությունը մղում է մասնակիցներին գերագնահատել իրենց կարողությունները։ Գերինքնավստահները շատ ավելի հաճախ էին առաջնորդի դեր ստանձնում, դրսևորում իրենց, ազդեցություն ունենում, նույնիսկ երբ իրենց իրական կարողությունները միջին մակարդակի էին։ Տվյալներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ մարդիկ ավելի լավ են արձագանքում վստահությամբ խոսողներին։ Սասեքսի համալսարանի հետազոտողները չափեցին մարդկանց ուղեղի ակտիվությունը, երբ նրանք լսում էին ոչ այնքան վստահ, իսկ հետո շատ վստահ խորհուրդներ, եւ պարզեցին, որ վստահ խորհրդի դեպքում վենտրոմեդիալ նախաճակատային կեղևում ակտիվությունը մեծանում է։ Սա նշանակում է, որ մարդկային ուղեղը կենսաբանական մակարդակում կարգավորված է վստահ անհատների ազդեցության տակ ընկնելուն։ Մենք բառացիորեն մեզ ավելի լավ ենք զգում, երբ լսում ենք ինքնավստահ խոսողներին։ Բայց այդ դինամիկան նկատելը ցույց է տալիս մի հնարավոր խնդրահարույց խթան յուրաքանչյուրի համար, ով փորձում է ստանալ իր ուզած պաշտոնը։ Նրանք, ովքեր հարցազրույցների կամ օրինակ քաղաքական քարոզարշավների ժամանակ ավելի մեծ վստահություն են ցուցադրում, իսկապես վաստակում են հարցազրույցավարների եւ ընտրողների վստահությունը, նույնիսկ եթե գերինքնավստահ են։ Իրականում նրանք չեն կարող անել խոստացածը, իրականում չգիտեն պատասխանը, բայց կարող են գեղեցիկ խոսել տպավորություն գործելու համար։ Նույնիսկ եթե վերջում չեն կարող կյանքի կոչել իրենց այդ բարձրագոչ հայտարարությունները։ Նրանք գիտեն, որ լսարանը իրենց ավելի կհավատա, եթե իրենք արտահայտեն, այսպես ասենք, պետք է արտահայտեն առավելագույն վստահություն։ Լիսոնը դա գիտեր եւ օգտվեց դրանից։ Միջնագաղտնի կուտակում էր հսկայական կորուստներ այնինչ արաբաստիկ ութերի հաշվում։ Հանրությանը ներկայացվում էին հսկայական շահույթներ եւ բոլորը հավատում էին այդ պատրանքին։ Նրանք գալիս էին, բայց ոչ մի գրառում չէին ստուգում։ Չէի կարող ավելի երջանիկ լինել։ Նույնիսկ մի հատիկ գրառում չստուգեցին։ Մինչ Լիսոնի թաքուն կորուստները ավելանում էին, նա կենտրոնական գրասենյակից հսկայական գումարներ էր խնդրում, շարունակ կրկնապատկելով իր դրույքները մինչև $5 միլիոն։ Բերինգսի ղեկավարությունը շարունակում էր մեկը մյուսի հետևից բավարարել նրա հայտերը։ Ամեն օր, երբ հերթական անգամ լրացուցիչ գումար էի խնդրում, երբեք չէի սպասում, որ այն կգա։ Սպասում էի, որ ինչ-որ մեկը կասի. «Լսի, ընկեր, էս ինչ է կատարվում»։ 1994-ի աշնանը հաշիվը արդեն մոտ $260 միլիոն մինուսում էր։ Սա քողարկելու համար Դիսոնը սկսեց ֆյուչերսներ գնել ինքն իրենից։ Սեպտեմբերին Սայմեքսի 10-ամյակի միջոցառման ժամանակ Բերինգսը 2 մրցանակ ստացավ, որոնք հիմնականում վերագրում էին Լիսոնին։ Դեկտեմբերին նրան ուղարկեցին Նյու Յորք։ Որոշ թրեյդերներ կասկածում էին, որ նման շահույթներ կարելի է ստանալ այն ցածր ռիսկային առևտրից, որով նա ըստ պաշտոնական նկարագրության պիտի զբաղված լիներ։ Բայց ղեկավարության հավատը Լիսոնի տաղանդի հանդեպ անսասան էր։ Բերինգսի գերինքնավստահությունը Լիսոնի հանդեպ եւ Լիսոնի գերինքնավստահությունը ինքն իր հանդեպ պիտի դառնային բանկի կործանման պատճառը։ Այս ամենը խարդախություն է թվում, բայց երկու կողմի ինքնախաբեության համար էլ կա մասնակի բացատրություն։ Լիսոնի եւ Բերինգսի գերինքնավստահությունը ավելի էր ուժեղանում շուկայի եւ նրա գործարքների բարդությունից եւ անկանխատեսելիությունից։ Սա մասամբ հետադարձ կապի խնդիր է։ Վերահսկվող միջավայրում, որտեղ կան հստակ կանոններ եւ երաշխավորված արդյունքներ, օրինակ շախմատում, որոշումների լավ կամ վատը լինելու հարցում կա հստակ հետադարձ կապ։ Վստահելի հետադարձ կապի շնորհիվ շախմատիստները սովորում են կայացնել ավելի լավ որոշումներ, ավելի ճշգրիտ գնահատված վստահությամբ։ Իսկ աղմկոտ միջավայրում, որտեղ կանխատեսումների հետևանքները հստակ չեն, այդ հետադարձ կապը անվստահելի է։ Արդյոք մեր վստահությունը ճիշտ տեղում է, թե սխալ գնահատելը գնալով ավելի դժվար է դառնում։ Սա խնդրահարույց է հատկապես քաղաքական մեկնաբանների համար։ This is going to be a landslide. I think Romney is going to win by quite a bit. So right now we have Hillary's about a 75 or an 80% favorite. Օրինակ քաղաքական վերլուծաբան Ալան Լիքթմենը Սպիտակ տան 13 բանալիներ մեթոդով ճիշտ էր կանխատեսել նախորդ 10 ԱՄՆ նախագահական ընտրություններից 9-ի հաղթողին։ Նույն ռազմավարությունը կիրառելով 2024-ին նա կանխատեսեց, որ Harris will be a precedent-breaking president. Look what happened. Is this crazy? նա իր սխալ հաշվարկը վերագրեց ապատեղեկատվության տարածմանը։ Այդ աղմկոտ միջավայրը դժվարացնում էր կարևոր խնդիրները տարբերակելը, օրինակ տնտեսության իրական վիճակը։ Նմանապես Լիսոնի ստացած հետադարձ կապը հետևողական չէր։ Նա մի կողմից նույն վատ գործարքներն էր անում, բայց մյուս կողմից նախկինում կարողացել էր ամեն ինչ հետ բերել, եւ դա մթագնում էր նրա դատողությունը։
1995-ին Լիսոնի կորուստները արդեն 100 միլիոնավոր դոլարների էին հասնում, իսկ Բերինգսը նրան մոտ 1 միլիարդ դոլար էր ուղարկել։ Բանկի սեփական կապիտալը մոտ 700 միլիոն դոլար էր, եւ օրենսդրորեն իրավունք ուներ տալ միայն դրա մոտ 1/4-ը, բայց ոչ ոք հարցեր չէր տալիս։ Բոլորը կուրացած էին նրա թվացյալ հաջողությամբ։ Այդ պահին նրա դրույքները այնքան մեծ էին, որ հավանաբար ամբողջ Nikkei ֆյուչերսների շուկայի մոտ կեսին էին համապատասխանում։ Այնպես որ միակ բանը, ինչ կարող էր անել, ժամանակ շահելն էր եւ հուսալը, որ շուկան կշարժվի իր ուզած ուղղությամբ։ Եվ որոշ ժամանակ դա աշխատեց։ Տնտեսությունը կայուն էր, իսկ հորիզոնում ոչինչ չէր երևում, որ կփոխեր այս վիճակը։ Բայց հետո եղավ աղետը։ Japan is tonight in a state of mourning and of shock. 1995-ի հունվարի 17-ին Ճապոնիայում տեղի ունեցավ մեծ հանշինի երկրաշարժը Կոբե քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա։ 6.9 մագնիտուդով երկրաշարժը կործանեց քաղաքը, որը Ճապոնիայի հիմնական նավահանգիստներից մեկն էր։ Ավերածությունների ալիքը հասավ նաև ֆոնդային շուկա։ Nikkei ինդեքսը միանգամից ընկավ 1055 կետով։ Լիսոնը կրկին փորձելով կրկնապատկել, նորից ավելացրեց ռիսկը։ Նա մեծ խաղադրույք էր անում, թե Nikkei-ը արագ կվերականգնվի, բայց դա տեղի չունեցավ։ Եվ վերջո Լիսոնի կորուստները ներկայիս արժույթով կազմեցին 2.8 միլիարդ դոլար։ Փետրվարի 23-ին Լիսոնը փախուստի դիմեց։ Իսկ 3 օր անց Բերինգսը աշխարհի ամենահին եւ վստահելի բանկերից մեկը փլուզվեց։ Նրա կործանման մեջ գերինքնավստահությունը գոնե մասամբ մեղավոր էր։ Հասկանալով, որ օղակը սեղմվում է, Լիսոնը փախավ Մալայզիա, հետո Թայլանդ, բայց փախուստը երկար չտևեց։ Նրան ձերբակալեցին Գերմանիայում եւ արտահանձնեցին արդարադատության առաջ կանգնելու։ Նա այդ պահին ընդամենը 28 տարեկան էր։ Իհարկե մեզանից ոչ բոլորն են բանկեր կործանում, բայց գերինքնավստահության առաջ բոլորս էլ խոցելի ենք։ Բարդ աշխարհում, որտեղ հետադարձ կապը աղմկոտ է ու ոչ հստակ, իսկ մեր ուղեղները ծանրաբեռնված, մի շարք պարզ շեղումները կարող են վերցնել ղեկը, եւ մենք շատ հաճախ կարծում ենք, թե գիտենք շատ ավելին, քան իրականում գիտենք։ Իսկ ինչ կարող ենք անել։ Ես փորձում եմ ավելի լավացնել իմ վստահության գնահատման չափաբերումը, հետևելով դրանց ու գրի առնելով։ Երբ օրինակ գործընկերս հարցնում է, երբ կկարողանաս մեկնաբանություններ տալ այն հոդվածի սևագրի մասին, որի վրա հիմա աշխատում ենք, ես չեմ խոստանում, որ դա կանեմ մինչև ուրբաթ օրը։ Ավելի հավանական է, որ ասեմ նման մի բան։ Կարծում եմ մոտ 60% հավանականությամբ կկարողանամ մեկնաբանությունները ուղարկել ուրբաթ օրը։ Սովորաբար նրանք կամ տարակուսած նայում են, կամ ծիծաղում են։ Իհարկե մեր սեփական չափաբերման մասին հոգալը ակնհայտ լուծումներից է, բայց դրան չի զիջում նաև համեստ լինելը։ Կարծում եմ, որ գերինքնավստահության դեմ լավագույն դեղամիջոցը ոչ այնքան ինֆորմացիան է, որքան հետադարձ կապը, եւ ես դա բավականին շատ եմ ստանում։ Թեև կարծում եմ, որ մարդիկ իրավացի են, երբ ասում են, որ ես երբեմն մի փոքր գերինքնավստահ եմ։ Եթե ուզում ենք ավելի ճշգրիտ լինել, պետք է առավել շատ օգտվենք հանրային իմաստությունից, ավելի ուշադիր լսելով ուրիշներին։ Պետք է լսենք այն մարդկանց, ովքեր մեզ հետ համաձայն չեն։ Քո քննադատների լավագույն փաստարկները հասկանալը, թե նրանք ինչ տեղեկություն ունեն, որ դու չունես, շատ օգտակար է լավ որոշումներ կայացնելու համար։ Լավ չափաբերված մարդիկ նրանք չեն, ովքեր ամենաշատը գիտեն, այլ նրանք, ովքեր գիտեն, թե ինչ չգիտեն։ Այսինքն իրական իմաստությունը ոչ թե լիակատար վստահության, այլ սեփական վստահության սահմանները ճանաչելու մեջ է։